Խաղացուն սիրի քրիստոնյա ազգ Հովանեսի ավետարան 8-րդ գլուխ չեմ ուզում ամբողջությամբ կարդամ մինչև 11-րդ խոսքը 1-ից 11-րդ խոսքը սա այնտեղն է երբ որ Հիսուսը տաճարի մեջ աղոթք էր անում եւ ժողովուրդը հավաքված էր իր շուրջը եւ ասում է դպիրները փարիսեցիները մի կին բերեցին նրա մոտ շնության մեջ բռնված եւ ինչ արեցին բերեցին շնության մեջ բռնված կնոջ Հիսուսի մոտ եւ ասեցին վարդապետ այս կինը բռնվել այդնապես շնանալիս բայց Մովսեսի օրենքում պատվիրել է որ քարկոծել այս իսի քայլանողին հիմա դու ինչ ես ասում ուզում էին չարախոսեին պամփասեին Հիսուսից իրաց նպատակը դա էր առաջինը Հիսուսը ասավ ձեզանից ով որ անմեղ է թող նա առաջինը քարը գցե եւ ինչ արեցին նրանք երբ որ լսեցին իրանց խղճմտանքիցը հանդիմանվեցան եւ մեկը մեկի հետևից դուրս գնացին ծերերից սկսած մինչև ետինները իրանք տեսան այս փարիսեցիները դպիրները հասկացան իրանց խղճմտանքումը հանդիմանվեցան որ իրանք արդար չեն իրանց մեջ արդար չկա որ քարը խփա այդ կնոջ սխալին մեղքի հանդեպ մեղադրանքի համար չարախոսելու բամփասելու սպանել կամենալու համար հա եւ իրանց սխալը որն էր որ իրանք թողին առանց ապաշխարել հետ դարձան գնացին իրանք հասկացան որ իրանք մեղավոր են հանդիմանվեցին իրանք իրանց ներսում բայց Հիսուսից թողին գնացին առանց ապաշխարել չեկան Հիսուսի մոտ ասեին Տեր ներիր մեզ ողորմիր մեզ մենք էլ մեղավոր ենք մենք էլ արդար չենք մենք էլ սխալ ենք ողորմա մեզ հայր ողորմա մենք էլ փոխվենք մենք էլ ապաշխարենք զղջում ենք ապրում այո մենք էլ շատ անօրություններով ենք ապրում եւ ժողովուրդ ջան այսօր մենք շատերս այո շատերս ունենք այս էությունը որ մենք միշտ դիմացինին քննադատենք չարախոսենք միշտ քայլը մեր ձեռնա որ խփենք որ հալածենք որ սպանենք որ ատենք խայտարակենք որ մենք բարձրանանք որ մենք լավը երևանք բայց երբ որ լույսի ներքո մենք մեզ նայենք մենք էլ շատ սխալներ ու մեղքեր ու անցանքներ ու անօրություններ ունենք կարևոր է որ մենք Հիսուսից չհեռանանք Հիսուսի մոտ գանք զղջում ապրենք դառնանք եւ ապաշխարենք որ հասկանանք որ բոլորս մեղանչել ենք եւ Աստծո փառքից ընկել ենք Տիրոջ